Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, բարի երեկո հաջողակ բարեկամներ, այսօր հուլիսի 7-ն է, ժամը ուղիղ 21-ը, իսկ դա նշանակում է, որ հայկական երկրորդ հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկնարկում է համազգային լոտոյի հերթական հեռուստախաղարկությունը։ Ես տաղավարում մենակ չեմ, այսօր ինձ հետ են ավանդույթի համաձայն 4 գեղեցիկ հայ կանայք։ Նրանք ինձ կօգնեն անցկացնել այսօրվա հեռուստախաղարկությունները։ Եկեք ծանոթանանք նրանց հետ։ Բարև ձեզ, Ծովինար Ջանազյան, քաղաք Երևանից եմ, սպասում եմ երկրորդ բալիկին։ Առաջինը տղա է, երկրորդը ստուգել եք։ Այո, նորից տղա։ Ահա, դուք։ Բարև ձեզ, Սարգսյան Մերի, Արագածոտնի մարզ, Գյուղ Շենավան, առաջնակից եմ սպասում։ Սերը ստուգել եք։ Այո, աղջիկ։ Աղջիկ, շատ լավ է։ Բարև ձեզ, Մխիթարյան Հայաստան, քաղաք Գեղվարդ, սպասում եմ առաջնակից։ Տղա է թե աղջիկ։ Տղա։ Ահա։ Բարև ձեզ, Սարուխանյան Մերի, քաղաք Գեղվարդ, առաջին բալիկիս եմ սպասում։ Սերը Դեռ չգիտեմ։ ինչ կարևոր է, որ Առողջ բալիկ լինի, չէ։ Ահա, շատ լավ։ Դե չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, սիրելի հեռուստադիտողներ, սկսում ենք մեր այսօրվա հեռուստախաղարկությունները, կսկսենք փող կյանքի համար վիճակախաղի հեռուստախաղարկությունից։ Ես մոտենամ աղջիկներին։ Փող կյանքի համար վիճակախաղի հեռուստախաղարկությունն անց է կացվում 1-ից 52 խաղաքարերով։ Նախ համոզվենք, որ պարկը դատարկ է։ Համոզվենք, որ այստեղ առկա է 1-ից 52 խաղաքար, պարկը հարմարեցնենք և խաղաքարերը լցնենք պարկի մեջ։ 1-ից 52 խաղաքար պարկի մեջ են, պարկն ինձ ձեռքում է և դիտենք խաղի կանոնները։ Փող կյանքի համար վիճակախաղով հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց ձեր թվերը նշագրումով խաղադաշտում հայտնաբերվել է TV1-ից TV52 նշագրումը։ Շահում են այն տոմսերը, որոնցում TV նշագրումի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Ուշադրություն, փող կյանքի համար վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ 1-ից 52 խաղաքարը մի լավ խառնենք, իդեպ ասեմ, որ այս վիճակախաղը շատ սիրվեց մեր ժողովրդի կողմից։ Հիմա հանելու ենք մեկ խաղաքար, խնդրեմ։ Թիվ 39։ Թիվ 39, ստոպ, շահեց մեկ տոմս, շահումը 50,000 դրամ։ Շնորհավորում ենք մեր շահող մասնակցին, սիրելի բարեկամներ, ժամանակն է սկսելու մանի վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Այն կրկին անց է կացվում 1-ից 52 խաղաքարով, ուստի թիվ 39 վերադարձնենք պարկի մեջ, մի լավ խառնենք պարկը և խաղի կանոնները ձեր էկրաններին խնդրեմ։ Մանի վիճակախաղով հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց ձեր դրամի քսակների խաղադաշտում հայտնաբերվել է TV1-ից TV52 նշագրումը։ Շահում են այն տոմսերը, որոնցում TV տառերի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Մանի վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Շատ լավ է։ Մի լավ խառնելուց հետո ձեր հերթն է, խնդրեմ, մեկ խաղաքար ենք անելու։ Թիվ 23։ Թիվ 23, ստոպ, շահեց մեկ տոմս, շահումը 50,000 դրամ։ Շնորհավորում ենք մեր մասնակցին։ Դե ինչ բարեկամներս, ավարտվեց նաև մանի վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Իսկ հիմա կդիտենք մի տեսանյութ, որը պատմում է մեր խոշոր շահումների մասին և կվերադառնանք տաղավար, խնդրեմ։ Շատ ուրախացանք ու զարմացանք, որտեղ առաջի անգամ էր շահումը խոշոր։ Ալինա Արիստակեսյան, շահումը կստանա 3 ամիս։ Ոնց որ տեսակ հաջողության հետևից էլի։ Մուշեղ Սարգսյան, շահումը կստանա 9 ամիս։ Ամբողջ օրը չեմ կնել, միջի որ եկել եմ հասել եմ այսօր։
Սեդա Զախարյան շահումը կստանա 2 ամիս։ Անսպասելի էր ինձ համար։ Ռուզան Ալոյան շահումը կստանա 15 ամիս։ Ստել շահերը։ Սերգո Գրիգորյան քաղաք Վանաձոր շահումը կստանա 12 ամիս։ Ուրախացա ինչ դեր, թող բոլորը լարվի եւ շահեն։ Մելիքսեթ Պողոսյան Շիրակի մարզ շահումը կստանա 8 ամիս։ Ես զգում եմ ինչ որ մի բան պետք է լինի փոփոխություն։ Տիգրան Շահինյան Արմավիրի մարզ շահումը կստանա 2 ամիս։ Դու ջնջի շահեն։ Արամ Մովսեսյան քաղաք Երևան շահումը կստանա 12 ամիս։ Առաջին շահում խոշոր։ Գրիգոր Ունուսյան Շիրակի մարզ շահումը կստանա 4 ամիս։ Թող բոլորն է խաղան շահեն։ Արտավազ Դալոյան քաղաք Վանաձոր շահումը կստանա 5 ամիս։ Առաջին դեպքն խոշոր գնալ շահերը։ Մաքսիմ Միրամյան քաղաք Չարենցավան շահումը կստանա 2 ամիս։ Ծննդյան օրս ամուսինս մի գեղեցիկ բուկետ բերեց, հետո էլ մեջն լոտոն։ Գարինե Մկրտչյան քաղաք Երևան շահումը կստանա 12 ամիս։ Շահեմ բոլորը, որպեսզի այս ուրախությունը, որ ես եմ ապրում, թող իրենք էլ ապրեն։ Կարինե Կարապետյան քաղաք Երևան շահումը կստանա 2 ամիս։ Դիտեցինք մեր երջանիկ հաջողակների մասին պատմող տեսանյութը եւ սկսում ենք մանի վիճակախաղի հերոստախաղարկությունը։ Այն անցեկացվում 1-ից 36 խաղաքարով։ Մի անգամ եւս համոզվենք, որ պարկը դատարկ է։ Համոզվենք, որ այստեղ արկա է 1-ից 36 խաղաքար։ Ահա, պարկը հարմար տեղադրենք։ Եվ խաղաքարերը լցնենք պարկի մեջ, պատրաստ եք, գնացինք, շատ լավ, դիտենք խաղի կանոնները։ Մանի վիճակախաղով հերոստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց ձեր դրամի քսակների խաղադաշտում հայտնաբերվել է TV 1-ից TV 36 նշագրումը։ Շահում են այն տոմսերը, որոնցում TV տարերի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պատկից հանված խաղաքարի թվի հետ։ Մանի վիճակախաղի հերոստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Շատ լավ է։ Մենք շարունակում ենք խառնել խաղաքարերը։ Խնդրեմ, ձեր հերթն է մեկ խաղաքար։ Թիվ 10։ Թիվ 10։ Ստոպ։ Շահեց մեկ տոմ, շահումը 50,000 դրամ։ Շնորհավորում ենք մեր մասնակցին։ Այժմ սկսում ենք շահող սրտեր վիճակախաղի հերոստախաղարկությունը։ Այն կրկին անցեկացվում 1-ից 36 խաղաքարով, ուստի թիվ 10 գցենք պարկի մեջ։ Լավ, խառնենք։ Եվ խաղի կանոնները ձեր էկրաններին։ Շահող սրտեր վիճակախաղով հերոստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց ձեր թվերը խաղադաշտում հայտնաբերվել է TV 1-ից TV 36 նշագրումը։ Շահում են այն տոմսերը, որոնցում TV նշագրումի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Շահող սրտեր վիճակախաղի հերոստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Շատ լավ է։ Լավ խառնելուց հետո ձեր հերթն է, չէ՞։ Դրեմ մեկ խաղաքար։ Թիվ 15։ Թիվ 15։ Ստոպ, շահեց մեկ տոմ, շահումը 50,000 դրամ։ Շատ լավ է։ Շնորհավորում ենք մեր շահող մասնակցին։ Սիրելի բարեկամներ, այժմ եւս մի տեսանյութ, որը կրկին պատմում է մեր խոշոր շահումների մասին։ Խնդրեմ տեսանյութը։ Ճիշտ ժամանակին եկա, որովհետև ուզում էինք նորը գնեինք, էլ չհասցրեցինք, լոտոն մեզ նվիրեց։ Հերմինե Հովանիսյան, քաղաք Հրազդան, Նարինե Միքայելյան, քաղաք Երևան։ Ճիշտ ասած, տղես է գնել ինձ համար, ծնունդիս։ Ժենիա Հարությունյան, քաղաք Երևան, Նորայր Դերբալյան, քաղաք Երևան։ Երևի առիթն էր մարտի 8-ը, ու պետքա նվեր ստանայինք, բնականաբար, հորս կողմից արդեն ստացա իմ նվերը։ Արփինե Ավտանդիլյան, քաղաք Երևան, Էդուարդ Ստեփանյան, քաղաք Էջմիածին։ Ամուսինս նվերա գնել եւ շահել ենք։ Ջուլիետա Ավետիսյան, քաղաք Երևան։ Չէի հավատում, որ կարողա շահել։ Գայանե Վարդանյան, քաղաք Էջմիածին։ Աննկարագրելի էր։ Սերգեյ Նիկիտին, քաղաք Երևան։ Այս անգամ հասկացա, որ իրոք լինում է նման բաներ ու
Շատ եմ ուրախացել։ Մարիետա Մուսիկյան, քաղաք Երևան։ Իմ ամուսինը նվիրել է ինձ այս շան։ Աննա Դալլակյան, քաղաք Վանաձոր։ Սկսում ենք ազնիվ խաղ վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Այն անցեկացվում 1-ից 30 խաղաքարով։ Աղջիկներ, չստուգենք, որ պարկը դատարկ է։ Իսկապես դատարկ է, այստեղ առկա են 1-ից 30 խաղաքարերը բոլոր։ Շատ լավ, պարկը հարմարեցնենք, ամուր բռնենք և խաղի կանոնները ձեր էկրաններին։ Ազնիվ խաղի հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնցում պաշտպանի շերտի տակ հայտնաբերվել են 1-ից 30 թվերից որևէ մեկը։ Շահում են այն տոմսերը, որոնցում հայտնաբերված թիվը կհամընկնի պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Ազնիվ խաղ վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 150,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Շատ լավ։ Խառնեցինք, հանում ենք 1 խաղաքար։ Ձեր հերթն է ծովինար, ճիշտ հիշեցի չէ ձերա։ Թիվ 26։ Թիվ 26։ Ստոպ, շահեց 3 տոմս, յուրաքանչյուրը 50,000 դրամ։ Շնորհավորում ենք մեր 3 մասնակիցներին։ Դե ինչ բարեկամներս, ժամանակն է դիտել ևս 1 տեսանյութ, որը պատմում է մեր խոշոր շահումների մասին։ Խնդրեմ տեսանյութը։ Սասյան Լիլիթ, Երևան, 900,000 դրամ փող կյանքի համար լոտոյով։ Շուշանյան Արման, Գեղարքունիքի մարզ, 900,000 դրամ փող կյանքի համար լոտոյով։ Գրիգորյան Ռոբերտ, Վանաձոր, 600,000 դրամ լոտո աշխատավարձով։ Մելքոնյան Գայանե, Տավուշի մարզ, 360,000 դրամ լոտո աշխատավարձով։ Սարիբեկյան Նարինե, Երևան, 500,000 դրամ մանի շարքի տոմսով։ Մուրադյան Արթուր, Երևան, 200,000 դրամ տաքսի լոտոյով։ Աբրահամյան Պերճ, Երևան, 500,000 դրամ մանի շարքի տոմսով։ Ղազարյան Հրաչյա, Գյուղաշնակ, 500,000 դրամ մանի շարքի տոմսով։ Համբարձումյան Հմայակ, քաղաք Գյումրի, 500,000 դրամ մանի շարքի տոմսով։ Աղաբեկյան Արամ, քաղաք Հրազդան, iPhone 6 7 լոտոյով։ Սիմոնյան Արփինե, քաղաք Երևան, 500,000 դրամ մանի շարքի տոմսով։ Սարգսյան Մխիթար, քաղաք Հրազդան, 500,000 դրամ մանի շարքի տոմսով։ Հովսեփյան Արտյոմ, գյուղ Փամբակ, iPhone 6 7 լոտոյով։ Գյուրեխյան Աննա, քաղաք Երևան, 200,000 դրամ լոտոս լոթով։ Մարտիրոսյան Մարտիկ, գյուղ Հովտաշեն, 100,000 դրամ հայ լոտոյով։ Հայրապետյան Աշոտ, քաղաք Սիսյան, 200,000 դրամ հայ լոտոյով։ Հովանիսյան Գագիկ, գյուղ Այնթափ, 500,000 դրամ մանի տոմսով։ Հայրապետյան Լարիսա, քաղաք Երևան, 500,000 դրամ մանի տոմսով։ Մենք կրկին եթերում ենք, դիտեցինք տեսանյութը և սկսում ենք մանի վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Այն անցեկացվում 1-ից 21 խաղաքարով։ Համոզվենք, որ պարկը դատարկ է։ Համոզվենք, որ այստեղ առկա են բոլոր 1-ից 21 խաղաքարերը։ Պարկը հարմար պահենք և խաղաքարերը լցնենք պարկի մեջ, գնացինք։ 1-ից 21 խաղաքարերը պարկի մեջ են, բայց պիտի դիտենք խաղի կանոնները։ Մանի վիճակախաղով հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց ձեր դրամի քսակները խաղադաշտում հայտնաբերվել է թիվի 1-ից թիվի 21 նշագրումը։ Շահում են այն տոմսերը, որոնցում թիվի տառերի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Մանի վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Իթե լավ չէ, իհարկե լավ է։ Մի լավ խառնելուց հետո սկսում ենք մանի վիճակախաղի հեռուստախաղարկությունը, խնդրեմ։ Թիվ 7։ Թիվ 7։ Ստոպ, շահեց 1 տոմս, շահումը 50,000 դրամ։
Շնորհավորում ենք մեր շահող մասնակցին։ Իսկ հիմա սիրելի բարեկամներ, ժամանակն է սկսելու Հայ լոտո վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Այն կրկին անցեկացվում 1-ից 21 խաղաքարով, ուստի թիվ 7-ը վերադարձնենք պարկի մեջ։ Մի լավ խառնելուց հետո դիտենք խաղի կանոնները, խնդրեմ։ Հայ լոտոյի հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնցում շահում նշագրումով խաղադաշտում գրված է հեռուստախաղ բառը եւ 1-ից 21 միջակայքին պատկանող երկու տարբեր թվեր։ Շահում են այն տոմսերը, որոնցում արկա խաղարկային երկու թվերը համընկնում են պարկից հանված թվերի հետ։ Հայ լոտո վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 100,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Շատ լավ։ Հանելու ենք երկու խաղաքար, հիշեցնեմ, յուրաքանչյուրդ մեկը բնականաբար։ Խնդրեմ։ Թիվ 18։ Թիվ 18։ Տեսնենք։ Ում կերջանկացնեք, ահա։ Թիվ 16։ Թիվ 16։ Ստոպ, շահես 4 տոմս, յուրաքանչյուրը 25,000 դրամ։ Շնորհավորում ենք մեր 4 մասնակիցներին, իսկ հիմա սկսում ենք լոտո սլոտ վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Այն կրկին անցեկացվում 1-ից 21 խաղաքարով, ուստի թիվ 16-ը վերադարձնենք պարկի մեջ, իհարկե թիվ 18-ի հետ միասին, խառնենք մի լավ և դիտենք խաղի կանոնները բնականաբար։ Լոտո սլոթով հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց սլոթ խաղադաշտում հայտնաբերվել է թիվի 1-ից թիվի 21 նշագրումներից որևէ մեկը։ Շահում են այն տոմսերը, որոնցում թիվի նշագրումի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Լոտո սլոտ վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Խառնենք, մի լավ, և պիտի հանենք մեկ խաղաքար այս անգամ։ Թիվ 4։ Թիվ 4։ Ստոպ, շահեց 1 տոմս, շահումը 50,000 դրամ։ Շնորհավորում ենք մեր շահող մասնակցին, իսկ այժմ բարեկամներս դիտենք ևս մի տեսանյութ, որը պատմում է կրկին ու կրկին մեր խոշոր, շատ խոշոր շահումների մասին, խնդրեմ։ Հայ լոդո եմ ջնջեմ ու շատ եմ սիրել հայ լոդո։ Առաջի խոշոր շահումն եմ մոտեցել։ Հավատացել եմ ու խաղացել եմ, էլի պետք է խաղամ։ Շնորհավորում եմ։ Կանաչ լույս եւ ամբողջական երթևեկություն։ Շնորհավոր։ Սպասված չէր այդ մեքենան, ես չէի սպասում, որ կշահեմ։ Հայ լոտոյի 7-րդ ավտոմեքենայի հաջողակ շահողն արդեն հայտնի է։ Նա Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Կարինե Վարդանյանն է։ Ավտոմեքենան խոշոր շահում է եւ առաջին անգամ եմ շահում։ Շնորհավորում եմ, կանաչ ճանապարհ։ Բոլորին էլ մաղթում եմ, որ շահեն։ Եվ այսպես մենք կրկին եթերում ենք, սկսում ենք տաքսի լոտո վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Այն անցեկացվում 1-ից 20 խաղաքարով, ևս մեկ անգամ, համոզվենք, որ պարկը դատարկ է, համոզվենք, որ այստեղ արկա է 1-ից 20 խաղաքար, պարկը հարմար պահենք և խաղաքարերը լցնենք պարկի մեջ, շատ լավ է։ Խաղի կանոնները ձեր էկրաններին, խնդրեմ։ Տաքսի լոտոյով հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց ուղղություն նշագրումով խաղադաշտում հայտնաբերվել է թիվի 1-ից թիվի 20 նշագրումը։
շահում են այն տոմսերը, որոնցում թիվի նշագրումի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Տաքսի լոտո վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 100,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Տաքսի լոտո եւ հանելու ենք մեկ խաղաքար։ Հերթը ձերն է։ Թիվ 8։ Թիվ 8։ Ստոպ, շահեց 2 տոմս, յուրաքանչյուրը 50,000 դրամ։ Շնորհավորում եմ մեր շահող մասնակիցներին, իսկ այժմ դիտենք եւս մի տեսանյութ, որը պատմում է կրկին մեր խոշոր շահողների մասին։ Խնդրեմ տեսանյութը։ Ղարիբյան մանիշակ, քաղաք Հրազդան, 500,000 դրամ, մանիշարքի տոմսով, Գնյասյան Սերգո, քաղաք Երևան, 77,777 դրամ, 7 լոտոյով, Կարապետյան Վահե, գյուղ Արևշատ, 500,000 դրամ, մանիշարքի տոմսով, Համբարյան Արթուր, գյուղ Բագրավան, 500,000 դրամ, մանիշարքի տոմսով, Ադամյան Գենադի, քաղաք Երևան, 500,000 դրամ, մանի տոմսով, Մկրչյան Դավիթ, քաղաք Երևան, 500,000 դրամ, մանի տոմսով, Քոթանջյան Արեն, Վանաձոր, 77,777 դրամ, 7 լոտոյով, Ավետիսյան Սիլվարդ, Գյումրի, 200,000 դրամ, տաքսի լոտոյով, Հովանիսյան Մանվել, Երևան, 200,000 դրամ, հայ լոտոյով, Հակոբյան Տիգրան, Երևան, 70,000 դրամ, լոտո աշխատավարձով, Գրիգորյան Արման, քաղաք Երևան, 77,777 դրամ, 7 լոտոյով, Գրիգորյան Գայանե, քաղաք Գյումրի, 200,000 դրամ, տաքսի լոտոյով, Բաբայան Դավիթ, քաղաք Էջմիածին, 500,000 դրամ, մանիշարքի տոմսերով, Պետրոսյան Ծովինար, գյուղ Բամբակաշատ, 500,000 դրամ, մանիշարքի տոմսերով։ Լոտո աշխատավարձ վիճակախաղի հեռուստախաղարկությունն ենք սկսում։ Այն անցեկացվում 1-ից 11 խաղաքարով։ Եվս մի անգամ համոզվենք, որ պարկը դատարկ է։ Համոզվենք, արդյոք այստեղ առկա են բոլոր 1-ից 11 խաղաքարերը, թե ոչ։ Առկա են, պարկը հարմարեցնենք։ Եվ խաղաքարերը ուշադիր գնաց։ Շատ լավ։ Խաղի կանոնները ձեր էկրաններին։ Լոտո աշխատավարձով հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց աշխատող խաղադաշտում հայտնաբերվել է թիվի 1-ից թիվի 11 նշագրումը։ Շահում են այն տոմսերը, որոնցում թիվի տառերի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Լոտո աշխատավարձ վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Լավ խառնելուց հետո սկսում ենք լոտո աշխատավարձ վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Հանելու ենք մեկ խաղաքար։ Խնդրեմ։ Թիվ 10։ Թիվ 10։ Ստոպ, շահեց 1 տոմ, շահումը 50,000 դրամ։ Շնորհավորում ենք։ Չդիտենք եւս մի տեսանյութ, որը պատմում է խոշոր շահումների մասին։ Դիտենք։ Ճիշտ ասած չհավատացի եւ զանգահարեցի եւ ասենք շահերեք 400,000։ Աննա Աղաբեկյան, Կոտայքի մարզ։ Ասի չի կարող պատահի լակնոսներս տվեք նորից դնեմ։ Լամարա Ասատրյան, քաղաք Վանաձոր, Կլարա Ռոստոմյան, քաղաք Երևան։ Խոշոր շահումներ բոլորի։ Լիլիթ Մարգարյան, քաղաք Երևան։ Ռիփսիկ Սիմոնյան, քաղաք Երևան։ Առաջի տողն եմ ջնջել, արդեն ուտեից ոնց որ կասկածանք ընկավ արդեն որ 4 հատ ուտը բացվեց։ Վահե Շահբազյան, քաղաք Երևան։ Մարինե Գևորգյան, քաղաք Երևան։ Թող առաջինը հավատով կնեն տոմսը եւ հավատան հաջողությունը։ Սամվել Ենոքյան, քաղաք Սևան։ Մամայիս համար էր, մի ամսակ եկաբակցան նվիրում եմ իրան։ Սլավիկ Ումրեյան, Շիրակի մարզ։ Ալինա Հակոբյան, քաղաք Երևան։ Մաղթեմ բոլորին խոշոր շահումներ, թող խաղան եւ կշահեն։ Արա Հովանիսյան, քաղաք Գյումրի։ 7D լոտո վիճակախաղի հեռուստախաղարկությունն ենք սկսում։ Այն անցեկացվում 1-ից 9 խաղաքարով։ Համոզվենք, որ պարկը դատարկ է եւս մի անգամ։ Համոզվենք, որ այստեղ կա 1-ից 9 խաղաքար։ Ահա։ Պարկը հարմար պահենք եւ խաղաքարերը լցնենք պարկի մեջ։
Շնորհակալություն։ Դե ինչ խաղի կանոնները ձեր էկրաններին։ 7D լոտոյով հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց 7D հարթակ խաղադաշտում հայտնաբերվել է TV1-ից TV9 նշագրումը։ Շահում են այն տոմսերը, որոնցում TV նշագրումի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ 7D լոտո վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Հրաշալի է, մի լավ խառնենք 1-ից 9 խաղաքարը և ձեր հերթն է, չէ՞։ Խնդրեմ։ Մեկից 9 խաղաքար և թիվ 9։ Թիվ 9։ Ստոպ, շահեց մեկ տոմ, շահումը 50,000 դրամ։ Շնորհավորում ենք մեր շահող մասնակցին, իսկ հիմա սկսում ենք Սուպեր 8 վիճակախաղի հեռուստախաղարկությունը։ Այս վիճակախաղը ևս շատ սիրվեց մեր ժողովրդի կողմից։ Այն կրկին անց է կացվում 1-ից 9 խաղաքարով, ուստի թիվ 9 վերադարձնենք իր 8 ընկերների մոտ։ Մի լավ խառնելուց հետո դիտենք խաղի կանոնները։ Սուպեր 8 վիճակախաղով հեռուստախաղարկությանը մասնակցում են այն տոմսերը, որոնց խաղահարթակ դաշտում հայտնաբերվել է TV1-ից TV9 նշագրումը։ Շահում են այն տոմսերը, որոնցում TV նշագրումի հետ միաժամանակ նշված թիվը համընկնում է պարկից հանված խաղաքարի թվի հետ։ Սուպեր 8 վիճակախաղի հեռուստախաղարկության համար նախատեսված է 50,000 դրամ շահումային ֆոնդ, որը հավասարաչափ կբաշխվի շահողների միջև։ Լավ խառնենք և մոտենանք ձեզ։ Խնդրեմ։ Մեկ խաղաքար։ Թիվ 3։ Թիվ 3։ Ստոպ, շահեց մեկ տոմ, շահումը 50,000 դրամ։ Շնորհավորում եմ մեր մասնակցին և այսպիսով սիրելի բարեկամներս ավարտվեց մեր այսօրվա հեռուստախաղարկությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ 4 հայ կանանց, ովքեր շատ մոտ ապագայում կմայրանան համազգային լոտոյի կողմից, ուզում եմ ձեր ապագա բալիկների համար ձեզ հանձնել այս գեղեցիկ նվերները, խնդրեմ բերեք տաղավար նվերները։ Ձեզ մաղթում եմ անամպ երկինք և ինչպես ասում են բարի ազատում։ Համազգային լոտոյի կողմից ձեզ դրամական ավանդներ և շահող սրտեր վիճակախաղի տոմսեր։ Առողջ եղեք և բարի ազատում։ Դե ինչ, ավարտվեց մեր այսօրվա հեռուստախաղարկությունը, սիրելի բարեկամներ, ես սրտանց շնորհավորում եմ բոլոր այն մասնակիցներին, ովքեր ունեցան տարբեր շահումներ և սիրով հրավիրում եմ ձեզ ամիրյան 26 հասցեում գտնվող համազգային լոտոյի գրասենյակ ստանալու ձեր նվերները։ Այսօրվանից սկսած 30 օրվա ընթացքում կարող եք գալ և ստանալ ձեր շահումները։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն և բազմաթիվ խոշոր շահումներ։ Առայժմ